Գարունը կտեսնեք, որ այս դիմացի սարալանջի մասը եւ այն մասը անպայման նոր այգիներ կհիմնվի, կընդլայնվի, այս տարածքը մինչև կդառնա 250-ին մոտիկ հեկտար եւ այս ջուրը հաստատ կբավարարի եւ մեր գյուղացիները էլ չամադանի մասին չեն մտածի։ Անմշակ թողած տարածքները այգիներով կանաչեցնելը արագածավանցիներն այսօրվանից պատվի հարց են համարում, ասում են 3 կազմակերպություն՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը, Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը գյուղին միանան, ռոռոկման ջրագիծ անցկացնեն, իրենք չապացուցեն, որ 21.3 միլիոն դրամի ծախսն արդարացված է։ Նոր պոմպով էլեկտրական նոր ենթակայանի օգնությամբ 1100 մետր հեռավորության վրա վայրկյանում 120 լիտր ջուր մղող գիծը տեղացիները փրկության աղբյուր են անվանել, որ ջրագիծը երկրորդ կյանք կտա գյուղատնտեսությամբ զբաղված Արագածոտնի մարզի այս գյուղին ՓՄՁ կենտրոնին հուշել էին նախորդ աշնանը համայնքի կարիքներն ուսումնասիրած փորձագետները։ Այգիների դիրքն այնպիսին է, որ ի տարբերություն Հայաստանի մյուս տարածքների բերքն այստեղ 20 օրից մինչև 1 ամիս ուշ է հասնում։ Մի կողմից կերկարաձգի շուկայի սեզոնը, մյուսից այն համեմատաբար թանկ վաճառելու հնարավորություն կտա հողագործին։ Խնձոր, դեղց, նաև բանջարեղեն ու անասնակեր աճեցնող արագածավանցիները սպասում են ծրագրի շարունակությանը։ Մեր հետագա պլաններում այդ ուղղություններն են արդեն բերքի տեղում վերամշակելու, գլնի ճիր, մուրաբաներ, թե հյութ, այդ արդեն ժամանակի ընթացքում կորոշենք